Ուկրաինան որոշել է այս տարվա Եվրատեսիլի մրցույթին ուղարկել երգչուհի Ջամալային, որի երգը կոչվում է 1944։ Երգը ստալինյան բռնապետության ժամանակ Ղրիմի թաթարների բռնի տարահանման արտաքսման մասին է։ Ջամալան ինքը Ղրիմի թաթարների ներկայացուցիչ է, իսկական անունը Սուսաննա Ջամալադինովա է, 32-ամյա երգչուհին ծնվել է Ղրղզստանում, ուր տարահանվել էին նրա նախնիները։ Վիկիպեդիայում նրա կենսագրության մեջ նշված է, որ հայրը թաթար է, մայրը քրիստոնյա է, կիսով չափ հայուհի։ Նրանք կարողացել են Ղրիմ վերադառնալ նախկին միության փլուզումից հետո։ Ջամալան լրագրողներին ասել է, թե իր երգի ոգեշնչման աղբյուրը իր սեփական մեծ տատի Ղրիմից արտաքսվելու պատմությունն է։ Երբ անծանոթները գալիս են ձեր տուն, սպանում են բոլորին ներսում եւ ասում մենք մեղավոր չենք, երգում է Ջամալան։ Սա անսովոր ընտրություն է երգի համար, գրում է Washington Post-ը, շարունակելով, որ պատմական այս թեման շատ ուկրաինացիների համար ասոցացվում է ժամանակակից իրադարձությունների 2014-ին Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու հետ։ Չնայած երգի տողերում ներկայիս իրավիճակը չի նշվում, սակայն դա պարզորոշ ենթադրվում է, գրում է թերթը։ France Press-ի փոխանցմամբ երգին կողմ քվեարկած ժյուրիի անդամներից մեկը նախկինում Եվրատեսիլի հաղթող Ռուսլանն ասել է, թե այս երգը արտահայտում է այսօր Ուկրաինայի մեր բոլորի տառապանքը։ Ջամալան Reuters-ին ասել է, թե Ղրիմը բռնակցելուց հետո իր ընտանիքը որոշել է մնալ այնտեղ, չեն ցանկացել ստիպված նորից դուրս գալ Ղրիմից։ 2014 թվականից հետո նա իր ընտանիքի անդամներին չի հանդիպել եւ նա Reuters-ին ասել է, թե հասկանում է, որ իր յուրաքանչյուր խոսքը կարող է նրանց վնաս պատճառել։ Ռուսաստանի Պետդումայում ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին երգը համարել է քաղաքական։ Ինֆորմացիայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Վադիմ Դենգինի կարծիքով երգը գրվել է Ռուսաստանին վիրավորելու նպատակով։ ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ Ղրիմի կառավարության փոխվարչապետ Ռուսլան Բալբեկը Կիևին հորդորել է միջազգային հեղինակավոր մշակութային մրցույթը չվերածել քաղաքական բեմադրության։ France Press-ը հաղորդում է, որ ուկրաինական երգի դեմ ռուսական կողմը կտրուկ բողոքում է։ Եվրատեսիլի ներկայացուցիչը ասել է, թե Եվրատեսիլի կանոններին այս երգի համապատասխանելու հարցը քննարկվելու է մարտ ամսին։ Եվրատեսիլի առաջիկա մրցույթի բոլոր ձայնագրությունները, ներառյալ ուկրաինական երգի, գնահատվելու են Եվրոպական հեռարձակման միության կանոններին համապատասխան, որն արգելում է քաղաքական մեսիջները։ Մարտի 14-ը երգերը ստանալու վերջնաժամկետն է, դրանք կգնահատվեն եւ որոշումներ կընդունվեն։ France Press-ին գրել է Եվրատեսիլի մամուլի խոսնակը։ Հիշեցնեմ, այս տարվա Եվրատեսիլը անցկացվելու է Ստոկհոլմում մայիս ամսին։